դպրոց էր բացվում Արտուր Աբրահամի անունով, ու ինչ ասես գրել էին, ինչ ասես, մարդիկ կային հանել են, ընենց խելացու տաղուտեղ են իրանց տրեք, կամ չգիտեմ ունտեղն են իրանց տրեք, հանել են գցել են, որ Արտուր Աբրահամը Ռոբերտ Քոչարյանի ծնունդան շնորհավոր է։ Տենում եք, ասում է հիմա դե կողմնորոշվի Արտուր։ Ինչ կա կողմնորոշվելու այնտեղ են։ Այնտեղ են սպորտսմեն է, սպորտը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի։ Այդ մարդուն ինչի համար եք խառնում քաղաքական հարցերի մեջ։ Այսօր Նիկոլ Փաշինյանն է, դպրոց են բացում, հարգում են պատիվը, որպես լավագույն սպորտսմեն, համաշխարհային սպորտսմեն, ով որ մեր ազգի պատիվը բարձր է պահել։ Այդ մարդը եկել է, վարչապետի ձեռքը սեղմել է, խոսում է, չգիտեմ, շնորհակալություն է հայտնում, ինչ անում, ամենայն դեպս։ Վաղը կլի Պողոս Պողոսյանը կանչի, չգիտեմ ինչ կբացի, այդ մարդը կեթա Պողոս Պողոսյանի կտենա։ Ինչի եք ստիպում, որ մարդիկ, ինչ որ չակերտավոր մարդիկ, որ հեղինակություն չունեն իրանց կյանքում, ուզում են հեղինակություն ձեռք բերեն Facebook-յան հարթակներում կամ չգիտեմ ուր դե, ձեր հետ հաշվի նստեն, ասենք Արտուր Աբրահամի նման տեղ են, որ համաշխարհային մակարդակով ճանաչում ձեռք բերեց ու Հայաստանին ներկայացրեց որպես պետություն, որտեղ սպորտսմենները ամենալավագույնն են ու չեմպիոններ են, այդ տղուն այսօր ով ինչ ուզի կարա գրի, հա, այդ ուրացակ, մոռացակ սրբություն, ինքնասիրություն, թասի, բանուն, ձեր համար են, որ մեկին կարա պաշտեք, ինքը լավագույնը լինի, չգիտեմ, երկիրը ներկայացնի, լավ մարդ լինի, ու հաջորդ պահին ինչ-որ մեկի դուրը չեկավ ինչ-որ մի բան, այդ մարդուն հողերին կարաք հավասարեցնեք, հա, այդ ա ձեր արժեք, հա, դե բոլորին չի վերաբերում բնականաբար ասած, վերաբերում են մասային, ովքեր որ այտենց են մտածում, այտենց են իրենց պահում, չկայացածները, որ Facebook-յան հարթակում ուզում են կայանան, իրենց երկու հատ լայք են դնում, մտածում են իրանցից ինչ-որ բան են ներկայացնում, հա։ Խեք ընենց անում, որ մեզ ստիպեք, որ դուրս գանք, արդեն անենց գործողությունների գնանք, որ հետո մտածեք, որ պետք չի անել այն ինչ որ անում եք։ Ինչու է այն խեք մարդկանց վարկաբեկում, օրինակ այն մարդկանց, ովքեր որ հարգանքի արժանի մարդիկ են։ Այն ժամանակ, որ երկրի դրոշը բարձրացնում էր, ամբողջ աշխարհն էր ճանաչում մեր երկիրը Արտուր Աբրահամով, ինքը հերոսն էր, ազգային տղա էր, լավագույնն էր, ազգի հերոս էր, իսկ երբ որ հիմա եկել ա ու իր պատվին դպրոց են սարքում, բացում են անում, չգիտեմ, արդեն այդ տղեն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մարդիկ չեն սիրում, հակա Նիկոլ Փաշինյանական են, հակաիշխանական են, այդ ուրեմն պետքա վարկաբեկեն, հա, այն մարդուն, ում որ պաշտել են ժամանակին, ով որ իսկապես մեր պարծանքն է, հա, ես համարում եմ, որ Արտուր Աբրահամը մեր պարծանքն է, ինքը քաղաքական գործիչ չի, քաղաքականության հետ կապ չունի, այսօր ով ուզում է լինի երկրի ղեկավար, վաղը, մյուս օրը, այդ մարդը ցանկացածի հետ կարա ձեռք սեղմի, ցանկացածին տեսնի, որովհետև ինքը չունի քաղաքական հայացքներ, ինքը սպորտսմեն մարդ է, խեք սպորտը, մշակույթը, կրթությունը խառնում քաղաքականության հետ, ով այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնավ, հակա Նիկոլ Փաշինյանականները պետք է այդ մարդուն ամենավերջի խոսքերով վատաբանեն ու քարկոծեն, ու հակառակը, ինչ եք թևերի բաժանում, ազգը խեք պառակտում, դուք ով եք եղել, որ դուք Արտուր Աբրահամին բան ասեք, ես Արտուր Աբրահամին չեմ ճանաչում անձնապես, ես իր այդ ընդհանրապես շփում չեմ ունեցել, նույնիսկ դեմ առ դեմ չենք հանդիպել, 100 մետրի վրա ես այդ մարդուն չեմ տեսել, բայց ես իր գործը հարգում եմ, ես հարգում եմ Արտուր Աբրահամին իր կատարած սխրագործությունները, որ ինքը մեր երկիրը ներկայացնում էր ամենաբարձր հարթակներում, այսինքն այդ մարդիկ հիմիկվա, ովքեր որ Արտուր Աբրահամին տես բաներ են ասում, կամ առհասարակ տենց մտածելակերպ ունեցող մարդիկ ցանկացած մարդու կարան հողերի հավասարացնեն, իրաց համար սրբություն, հարգանք, պատիվ, ազգայնականություն, ազգային արժեքներ գոյություն չունեն։ Պարոն նախագահ, ես միշտ երազել եմ, որ ներքին Չարբախում լինի այսպիսի մի դպրոց, դրա համար շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին թույլ տալու համար, որ այսպիսի հրաշալի դպրոց կկառուցվի ներքին Չարբախում եւ ձեզ եւ ձեր կառավարությանը բարձր շնորհակալություն։ Թույլ տալու մենք ենք խնդրել, որ ձեր անունը հնարավոր է լինի
նաև ձեր անունով դպրոց կառուցել եւ դա մեծ Ես պատիվ է ձեզանից մեզ։ շնորհակալ եմ եւ ես 15 տարի առաջ ես երազել էի այս հողերը գնել էի ես երազել էի որպեսզի սա կառուցեի կողքը կառուցել եմ այգի եւ այստեղ այս հողը գնել եմ 16 տարի առաջ եւ նվիրել եմ մեր պետությանը որպեսզի այս հրաշալի շինությունը լինի ոչ թե իմ համար այլ մեր ժողովրդի համար որ մեր մայրերը քույրերը եղբայրները որտեղ հնարավորություն չունեն ամեն անգամ գնալ քաղաք գալ իրենց երեխաներին տանել բերել բայց հիմա հնարավորություն են այստեղ մարզվելու եւ ամենակարևորը առողջ մարզվելու։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ես պարտավորվում եմ, նորից պարտավորվում եմ իմ Գերմանիայի փորձը տալ մեր սերունդին, որպեսզի մեր սերունդը գերմանական համակարգով առաջ գնա, դիսցիպլինայով, ուժեղ պարապմունքներով, ոնց որ իմ մարզիչն է ինձ այդպես սովորացել, ես իմ փորձը կտամ մեր հաջորդ սերունդին, դա վերցնում եմ իմ վրա։ Եվ ես պարտավորվում եմ նաեւ ամբողջ մեջի գույքը ես ձեռք բերել եւ դնել մեր դպրոցի վրա, դա էլ է իմ վրա, պարոն վարչապետ։ Դրա համար ձեզ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, ինչ որ ասցիք, մեր ցանկությունն ա եղել եւ մենք գործնականում այստեղ նոր մոտեցում ենք ուզում ցուցաբերենք։ Առաջինը ես ձեր ասցից հասկացա եւ դա մեր ցանկությունն ա եղել, որ ամբողջ գործունեությունը մարզական լինի ձեր անձնական վերահսկողության ներքո, որովհետեւ հասկանալիորեն դուք մարզական նվաճումների ճանապարհին շատ մեծ գիտելիք եւ փորձ եք ձեռք բերել, այդ թվում մարզման մեթոդների մասին, սպորտի կառավարման մասին եւ մեզ համար շատ կարեւոր է մենք դա նվաճումների այսբերգի չերևացող հատվածն է, մեզ իհարկե երևացող հատվածը մեզ միշտ հպարտություն եւ ուրախություն է պատճառում, բայց մենք ուզում ենք այդ գիտելիքը ներդրվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Հետո դուք մի նախադասություն ասացիք, որի մասին ես ճանապարհին մտածում էի։ Դուք ասացիք, որ որովհետև մարդիկ հնարավորություն չունեն շատ հաճախ գնալ քաղաք եւ այլն եւ այլն։ Մենք հիմա գտնվում ենք Երևանի Արվարձանում ըստ էության եւ սա նախագիծ այն մասին, թե ոնց կարա Արվարձանը դառնա կենտրոն, որովհետև հիմա ինչա տեղի ունենում, մենք ստեղծում ենք ձեզ հետ միասին Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր, բայց դրանով ներքին Չարբախը դառնում է կենտրոն, ներքին Չարբախը դառնում է քաղաքի կենտրոն, որովհետև հիմա մեծ հավանականությամբ այդ թվում Երևանի կենտրոն վարչական շրջանում ապրող երեխաները ուզենալու են գան այստեղ, որպեսզի հաղորդակցվեն, որովհետև համոզված եմ, որ նրանք հիանում են եւ շատերն են ուզում Արթուր Աբրահամի նման մարզական նվաճումներ ունենան եւ դուք ինչպես ընդունված է ասել ռոլ մոդել եք շատերի համար եւ կենտրոնից ոչ միայն կենտրոնից մյուս տեղերից եւ հիմա այս նախագծով ներքին Չարբախը դառնում է կենտրոն սա շատ կարեւոր բան է մոտեցում է եւ իհարկե սա մեծ հաճույք է շատ հաճելիորեն զարմացած եմ անկեղծ ասած որ արդեն աշխատանքը այսքան առաջ է գնացել եւ նաեւ այս ներգրավվածությունը եւ նաեւ այն որ ներքին Չարբախի բնակիչները համոզված եմ առնվազն մեր չափ շահագրգռված են որ սա տեղի ունենա որովհետեւ իսկականից իմիջայլոց ասեմ ձեզ սենց նրբություններ կա ընդունված չի խոսալ այդ նախագիծը մերձագա հողի անշարժ գույքի գներն է նաև բարձրացնում եւ այլն բայց ոչ միայն ֆինանսական այլև տենց ինքնազգացողության շատ կարեւոր ատրիբուտ է եւ ես շատ ուրախ եմ որ մենք այս համագործակցությամբ որտեվ կառավարությունը գիտեք կարող էր այստեղ մարզադպրոց կառուցել բայց ուրիշ բան է ուղղակի Երևանի ենթադրենք թիվ չգիտեմ ես ինչ մարզադպրոց կառուցել ուրիշ բան է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել, որովհետև մենք ոչ միայն Երևանի, այլև միջազգային ուշադրության որոշակի կենտրոն ենք ստեղծում եւ սա իհարկե շատ մեծ հաճույք է մեզ համար եւ համոզված եմ երեխեքն էլ անհամբեր սպասում են եւ հույս ունեմ որ մեր շինարար գործընկերները այս կարեւորությունը գնահատելով ես շատ ուրախ եմ լսել որ նրանք պատրաստակամություն եւ տրամադրված են ժամկետից շուտ ավարտել եւ դա իհարկե հոյակապ կլինի։ Պարոն վարչապետ, մի հատ կարճ տեսահոլովակ ենք։ Հաճույքով։ Թե վերջում ինչ են ստանալու 30 վայրկյան։ Շատ լավ նախագիծ է Միչայլոց։ Սիրուն է շենքը։ Եվ ես մեր ճարտարապետի հետ, պարոն վարչապետ, նստել եմ
կետ առ կետ եւ բոլոր սենյակները որտեղ է լինելու մարզման սրահ, որտեղ է լինելու մասաժի սենյակը, որտեղ է լինելու մարզչի սենյակը, սենց գծել եմ իր հետ։ Դա 3 տարի աշխատել եմ այդ պրոյեկտի վրա, եթե նոր տվել են կառավարությանը։ Դա հենց այն է եղել, ինչ որ մենք ուզում ենք, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր նախագծերը իրական կյանքի հետ շատ ուղիղ կապ ունենան, պրակտիկ լինեն, հարմար լինեն Այո։ եւ արդյունքներ Ես լինեն։ ինչու եմ ուզում կայանատեղի, որովհետեւ մամաները երբ որ երեխաներին բերում են անձրևած ցուրտը հնարավորություն չունեն դուրս կանգնել սպասել, պետք է կայանատեղի լինի, որպեսզի կարողանան գոնել 4 ոչ անձրևից պաշտպանված սպասել իրենց երեխաներին։ Եվ շատ գեղեցիկ է նայեք։ Վառ գույների մեջ։ Հոյակապա լրի նա ինչ որ մենք այլ նախագծերով ուզում ենք եւ փորձում Եվ ենք։ ես աշխատել եմ այս պրոյեկտի վրա, ինքս մինչև հանձնել եմ կառավարին 3 տարի պարոն վարչապետ։ Մինչև ես մոտեցել եմ ձեզ եւ խնդրել եմ, որ դուք ինձ օգնեք այստեղ մեծ դպրոց կառուցենք։ Ես երազում եի, բայց չէի պատկերացնում, որ կլինի այսքան մեծ։ Ես փոքր էի պատկերացնում, ոնց որ կողքի այգին ես կառուցել եմ ժողովրդի համար, ուզում եմ մի բան կառուցացնել, բայց ոչ այսքան մեծ։ Ձեր անուն այնքան մեծա չենք կարող փոքր կառուցել։ Շնորհակալություն։